Պարոն Վարդևանյան, ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ձեր թեկնածությունն է առաջադրված, այն չէ կարծում իշխող ուժը ձեզ կընտրի, թե ոչ այն պարագայում, երբ որ օրինակ ձեր ուժը դեմ է քվեարկել, չի մասնակցել նրանց թեկնածունային քվեարկությունին, սպասումներ էս մասով ունեք, կընտրի ձեզ ԿՊ-ն։ Առնվազն որևէ դիրքորոշում այդ մասով չունեմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, այնուհետև յուրաքանչյուր падգամավոր իր քվեարկությունները իրականացնելու ազատությունը ունի սահմանադրությամբ երաշխավորված։ Այստեղ խնդիրը այլ բանում է, որ Սահմանադրական դատարանի հստակ որոշմամբ արձանագրված է թե որոշակի իմաստով ընդդիմադիր խմբակցությունների տեսանկյունից պարտականություն պայմանականորեն առաջադրումների իրականացման տեսանկյունից որպես խորհրդարանական կառավարման համակարգի պարտադիր բաղադրիչ եւ մյուս կողմից նաեւ իշխանական ուժի ներկայացուցիչների պարտականություն դրա իրացման մասով։ Կհիշեք 2021-22 թվականներին ընդդիմության կողմից ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համալրման որոշակի խնդիր էր առաջացել եւ այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշեց, որ քանի որ X հաստիկը թափուր է, իրենք դա համալրեցին, իրենց իսկ падգամավորով եւ այլն։ Պաշտոնակատարով չէ, այլ ամբողջությամբ ընտրեցին եւ դրա համար փոփոխություն էին արել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Սահմանադրական դատարանի վկայակոչած որոշումը հենց վերաբերում էր այդ դեպքին եւ այդ մասով հակասահմանադրական էր ճանաչել։ Ես շատ իրավական ներկայացրեցի, իսկ կարճ անկեղծորեն կանխատեսում չունեմ։ Օրինակ նախորդ անգամ Իշխան Սաղաթելյանին ընտրեցին, հետո պաշտոնազրկեցին։ Ձեզ այդ ճակատագրին կարժանացնեն, հնարավոր է հիմա ընտրեն, մի որոշ ժամանակ հետո ինչ որ մի բան այն չլինի, ձեզ պաշտոնազրկեն։ Գիտեք, այստեղ հարցը էլի հետեւյալն է, եթե հարցը նայում ենք քաղաքական տիրույթում, վերջին տարիները, վերջին 8 տարիները հավաքական իմաստով ցույց են տվել, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ցանկացած տեսակ ապօրինություն հնարավոր է։ Եթե նայում ենք իրավական տեսանկյունից, ապա դրա մեխանիզմը չեմ պատկերացնում։ Ինչև է։ Եվ վերջում ո՞նց է օրինակ աշխատանքը պատկերացնում, պետք է փաստորեն նույն այսպես կողքի, հա, Ռուբինյանի հետ, Վագն Ալեքսյանի, նրանց այդ աշխատանքը ինչպես է պատկերացնում։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանը բարեկրթության կոչ է անում։ Ասում եք բարեկիրթ ոչ գոնե համերաշխիք, այսպես ընկերական մթնոլորտում չեն կարող, գոնե բարեկիրթ, այս process-ը ոնց է պատկերացնում։ Ես առնվազն իմ գործողությունների մեջ որևէ մի տարբերության ելակետ չեմ պատկերացնում։ Ես ընդհանրապես միշտ եմ եղել բարեկիրթ եւ կարծում եմ ցանկացած չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի բարեկիրթ։ Իդեպ բարեկրթության սահմանից դուրս գալը դա ինքնին իրավա խախտում է, միտեղ մի այլ գնահատական։ Իսկ սահմանը որն է, հա, ընդդիմության ու իշխանության Միշտ իմ սահմանները ունեմ, որոնք մշտապես պահպանում եմ, որը երբևէ որևէ ազդեցություն չի ունենում իմ կողմից պայմանական քննադատական խոսք, սուր քննադատական խոսք հնչեցնելու համար։ Կարծում եմ հայոց լեզուն նման բառամթերքը թույլ տալիս է։